Ընկերներ, եւս մեկ անգամ պետք է հորդորեմ բոլորիդ հաշվի առնելով այն, որ մենք գործ ունենք նախաքննության գաղտնիքի ինստիտուտի հետ, անհատական գործերով հարցադրումներ հնարավորինս շուղել կամ եթե նման հարցադրումներ կա, առնվազն անձնական տվյալների պաշտպանության սկզբունքը եւ ամենախության կանխավարկածը պաշտպանելով առաջնորդվել։ Խնդրեմ, պարոն Պողոսյան, հիմնական զեկուցումը ներկայացնելու համար խոսքը փոխանցում եմ ձեզ։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան, ողջունում եմ ձեզ, շնորհակալ եմ շնորհավորանքների համար, հարգելի պատգամավորներ, հարգելի ներկայացներ, ներկայացնեմ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը։ Ես կփորձեմ հակիրճ ներկայացնել հաղորդումը, քանի որ հաղորդումն ամբողջական նախապես ուղարկվել է եւ այնտեղ ամբողջությամբ արտացոլված է բոլոր վիճակագրական տվյալները։ 2024 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում կատարված աշխատանքների վերաբերյալ վիճակագրական տվյալները մինչև թվային ցուցանիշներին անդրադառնալը, նշեմ, որ դրանք կարող են չհամապատասխանել գլխավոր դատախազության կողմից ներկայացված տվյալներին, որում արտացոլված են երկու նախաքննական մարմինների գործունեության վերաբերյալ վիճակագրական տվյալները։ Ընդ որում 2024 թվականի ընթացքում ընդունվել է 69415 հաղորդում, որից 58085-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ 11330-ով չի նախաձեռնվել։ Եվս 524 քրեական վարույթ նախաձեռնվել է այլ քրեական վարույթների նախաքննության շրջանակներում։ Հաշվետու ժամանակահատվածում քննվել է 207132 քրեական վարույթ, նախորդ տարվա 184018-ի դիմաց, այսինքն քրեական վարույթների թիվն աճել է 23114-ով կամ 12.5%-ով։ Նշված 207132 քրեական վարույթներից 140001-ը փոխանցվել է 2023 թվականից, կոմիտեի մարմինների ստորաբաժանումների կողմից նախաձեռնվել է 50609 քրեական վարույթ, 1757-ով մաս է անջատվել, 5834 քրեական վարույթ ստացվել է այլ մարմնից, 18-ով նախաձեռնվել է բժշկական հարկադրանքի վարույթ, 220 քրեական վարույթով չի հաստատվել մեղադրական եզրակացությունը եւ վերադարձվել է նախաքննական մարմին, 693 քրեական վարույթով չի հաստատվել կարճելու մասին որոշումը եւ վերադարձվել է նախաքննության մարմին։ Վարույթի աճին զուգընթաց աճել է նաեւ քննիչների միջին ծանրաբեռնվածությունը, 2024 թվականի ընթացքում մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 319 քրեական վարույթ, 2023 թվականի 304-ի դիմաց, այսինքն միջին ծանրաբեռնվածությունը աճել է մեկ քննիչի հաշվարկով 15-ով կամ 49%-ով։ 207132 քրեական վարույթից 117093-ը նախորդ տարիներին ապացուցողական եւ վարույթային գործողություններն ավարտված վարույթներն են, այսինքն այսուհետ պասիվացված վարույթներ։ Առանց նախորդ տարիներին պասիվացված 117093 վարույթի եւ կոմիտեի ստորաբաժանումների միջև ուղարկված 4698 քրեական վարույթների հաշվառման 2024 թվականի ընթացքում քննվել է 85341 քրեական վարույթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 77740-ի դիմաց, այսինքն աճել է 7601 վարույթով կամ 97%-ով։ 2024 թվականի ընթացքում 85341 քրեական վարույթից ավարտվել է 37947-ը, 297-ն ուղարկվել է այլ նախաքննական մարմին, 6815-ը միացվել է, 18144-ը պասիվացվել, 8-ով վերացվել է մաս անջատելու մասին որոշումը, իսկ 22130 քրեական վարույթ մնացել է անավարտ նախորդ տարվա 14483-ի դիմաց, այսինքն մնացորդ քրեական վարույթներն աճել են 7647-ով կամ 52.7%-ով։ Նշված քրեական վարույթներից 1123-ով հարուցվել են քրեական հետապնդումներ, այսինքն կան որպես մեղադրյալ ներգրավված անձինք, որից 233-ը ոչ մեծ ծանրության, 333-ը միջին ծանրության, 420-ը ծանր եւ 137-ը առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ են։ Այսպիսով 85341 վարույթից լուծվել է 63211-ի ընթացքը նախորդ տարվա 63257-ի դիմաց, այսինքն նվազել է 46-ով կամ 0.07%-ով։ Արտադրողականությունը, որովհետև քննիչի աշխատանքը նաև գնահատվում է նաև արտադրողականության ցուցանիշներով, կազմել է 74.1%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 81.4%-ի դիմաց, այսինքն նվազել է 7.3%-ով, գրեթե նույնչափ ընթացքը լուծված վարույթների պարագայում արտադրողականությունը 7.3%-ով նվազումը պայմանավորված է 2024 թվականի ընթացքում 7601 քրեական վարույթների աճով։
Մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը ըստ արդեն արկա իմ նշած մատնանշված թվի 85341-ի հաշվառմամբ կազմել է 132 քրեական վարույթ, նախորդ տարվա 128-ի դիմաց աճել է 4%-ով կամ 3.1%-ով։ Ինչպես նշվեց, 2024 թվականի ընթացքում ավարտվել է 37947 քրեական վարույթ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 33304 վարույթի դիմաց, այսինքն 4643 քրեական վարույթով կամ 13.9%-ով ավարտված վարույթների թիվը ավելացել է։ Ավարտվել է նաև ավարտված 37947 քրեական վարույթից 11825-ը առանց կրկնակին, այսինքն ստեղ բացատրեմ, եթե մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը քննիչը դատարան է ուզում ուղարկի, մեղադրական եզրակացությամբ ուղարկում է դատարան, եթե դա լրացուցիչ նախաքննությանը վերադարձում, մեր մոտ կրկնակի անգամ է հաշվառվում այդ քրեական վարույթը եւ մաքուր թիվը առանց կրկնակի 11640 քրեական վարույթի մասին է խոսքը, 12805 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, նախորդ տարի այդ թիվը 8305 քրեական գործ է եղել 9511 անձի վերաբերյալ, այսինքն դատարան ուղարկված վարույթների քանակն աճել է 3520-ով կամ 42.3%-ով, իսկ անձերի քանակն աճել է 3294-ով կամ 34.6%-ով։ 45 գործով վարույթով բժշկական հարկադրանքի վարույթով կազմվել է եզրափակիչ ակտ եւ ուղարկվել դատարան։ 2023 թվականին այդ թիվը ընդամենը 55-ն է եղել։ Նաեւ վիճակագրության մեջ նշեմ, որ մենք գործեր ենք ունեցել բազմաթիվ, որոնք որ ըստ էության կարճմամբ են ավարտվել, դա դատավարական ավարտ է համարվում, այս թիվը 26077 քրեական վարույթ է, նախորդ տարվա 24944-ի դիմաց, այսինքն աճել է 1133-ով կամ 4.5%-ով։ Մեղադրական եզրակացությամբ ըստ էության նշեցի, որ 2024 թվականի ընթացքում 220 քրեական վարույթով չի հաստատվել մեղադրական եզրակացությունը կամ եզրափակիչ ակտը եւ վերադարձվել է նախաքննական մարմին, 2023 թվականին այդ թիվը 210 է եղել, որը կազմում է դատարան ուղարկված 11870 քրեական վարույթների 1.8%-ը։ 158-ով կամ 29.5%-ով աճել են հսկող դատախազների կողմից քրեական վարույթը կարճելու մասին կայացված որոշումները չհաստատելու եւ նախաքննության մարմին վերադարձնելու դեպքերը 2024 թվականի ընթացքում չի հաստատվել 693 որոշում, 2023 թվականին այդ թիվը եղել է 535-ը։ Դատախազների կողմից տրված գրավոր հանձնարարությունները 2024 թվականի ընթացքում եղել են, քննիչներին տրվել են 3355 գրավոր հանձնարարություն, որոնց մի մասի դեմ ներկայացվել է գրավոր առարկություն, որոնք չեն բավարարվել։ Նշեմ նաև մի քանի վիճակագրական տվյալներ ներկայացնեմ նաև ձերբակալված, կալանավորված անձանց վերաբերյալ, ձերբակալվել է 7286 անձ, այդ թվում հետաքննության մարմնի կողմից 6526-ը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 710-ը ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, 50-ը խափանմիջոցի պայմանները խախտած մեղադրյալի նկատմամբ, որից 5430-ն ազատվել է արգելանքից, 428-ով չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով նախատեսված արարք կատարելու վերաբերյալ կասկածը, 4437-ով վերացել է անձին ազատության մեջ պահելու անհրաժեշտությունը, մեկով անձն ազատություն զրկվել է ձերբակալման կարգի էական խախտմամբ, 304-ով լրացել է ձերբակալման օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, 231-ով դատարան մերժել է ձերբակալված մեղադրյալին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, 29-ով ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարի կողմից։ Ներկայացվել է խափան միջոց կալանք ընտրելու վերաբերյալ 3095 միջնորդություն, նախորդ տարի 2023 թվականին այդ թիվը 2533-ն է եղել, որից 2433-ը բավարարվել է ամբողջությամբ, 2023 թվականին այդ թիվը եղել է 2075-ը, 392-ը մասնակի է բավարարվել, 270-ը մերժվել է, 2023 թվականին այդ թիվը եղել է 458։ Այսինքն այս պայմաններում թեև աճել է կալանք ընտրելու որպես խափան միջոց ներկայացնելու միջնորդությունների թիվը, սակայն մերժումները ավելի քիչ են եղել, քան նախորդ տարի։ Կանանքի միջնորդություններից 961-ը եղել է քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով
կամ 462-րդ հոդվածներով քրեական հետապնդման ենթարկված մեղադրյալների վերաբերյալ այս հոդվածների հետ կապված նշեմ, որ մեկը վերաբերում է պարտադիր զինվորական կամ էլեկտրոնիկային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը, մյուսը վարժական հավաքից խուսափելու դեպքերով են։ Այսինքն, առանց վերոհիշալ իմ կողմից մատնանշված դեպքերի 2024 թվականի ընթացքում ներկայացվել է 2134 կալանքի միջնորդություն, որից բավարարվել է 1497-ը կամ 70.1%-ը։ 2023 թվականին 1741 միջնորդություն, որից բավարարվել է 1304-ը կամ 74.8%-ը։ Կալանքից ազատվել է 607 անձ, որից 432-ը Հ քրեական օրենսգրքի 461 եւ 462-րդ հոդվածով քրեական հետապնդման ենթարկված մեղադրյալների վերաբերյալ։ Ներկայացվել է խափան միջոց տնային կալանք կիրառելու մասին 208 միջնորդություն։ Նշեմ, որ արդեն իսկ եւ ընթացիկ տարում, ինչպես նաև 2024 թվականի ընթացքում տնային կալանքը որպես խափան միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունների նաև աճ ունենք։ 2023 թվականի ընթացքում 91-ն է եղել այդ դեպքերով, իսկ արդեն 2024 թվականին 208 նման միջնորդություն ենք ներկայացել, այս դեպքերով արդեն նման միջնորդությունները աճել են 117-ով կամ 128.5%-ով, որից բավարարվել է 174-ը, իսկ 24-ը մերժվել է։ Եվս 392 անձի նկատմամբ տնային կալանք կիրառվել է դատարանի կողմից խափան միջոցը կալանք կիրառելու կամ կալանքի ժամկետը երկարաձգելու, վարչական հսկողության միջնորդությունը մերժելու կամ մասնակի մերժելու արդյունքում։ Ներկայացվել է նաև խափան միջոց վարչական հսկողություն կիրառելու մասին 42 միջնորդություն, որից 39-ը բավարարվել է, 3-ը մերժվել։ Եվս 133 անձի նկատմամբ վարչական հսկողություն կիրառվել է դատարանի կողմից խափան միջոցը կալանք, տնային կալանք կիրառելու կամ ժամկետներ երկարաձգելու միջնորդություններ մերժելու կամ մասնակի մերժելու արդյունքում։ 39 անձի նկատմամբ կիրառվել է պաշտոնավորում կասեցում, 211 անձի նկատմամբ որպես խափան միջոց կիրառվել է գրավը։ Ներկայացվել է քրեական հետապնդում հարուցելու 11736 միջնորդություն, որից 11462-ը բավարարվել է, իսկ 274-ը մերժվել։ Ներկայացվել է քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու մասին 17802 միջնորդություն, որից 17116-ը բավարարվել է, 613-ը մերժվել, իսկ 73-ով բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշումները հաշվետու ժամանակահատվածում չեն ստացվել։ Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասին 3579 միջնորդություններից բավարարվել է 3551-ը, իսկ 28-ը մերժվել։ Հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները պարզելու նպատակով քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի կարգով ներկայացվել է 346 միջնորդագիր, որից 302-ը քննիչի, 44-ը դատախազի կողմից։ Ներկայացվել է նաև քանի որ ըստ էության նաև մեծ ծավալ է կազմում, նշեմ, որ միջդատական վարույթի ընթացքում ըստ էության տարբեր քրեական վարույթներով ներկայացվել է խոզարկություն կատարելու թույլտվություն ստանալու վերաբերյալ 8694 միջնորդություն, որից 7865-ը բավարարվել է, իսկ 829-ը մերժվել։ Միջնորդություններից 5995-ը եղել է բնականի խոզարկության թույլտվություն ստանալու վերաբերյալ, իսկ 5446-ը բավարարվել է, 549-ը մերժվել։ Միջնորդություններից 2699-ը եղել է թվային խոզարկությունների վերաբերյալ, որից 2419-ը բավարարվել է, 280-ը մերժվել։ 2024 թվականի ընթացքում կոմիտեի ստորաբաժանում ստացվել է 32745 դիմում բողոք։ Անդրադառնամ նաև որոշակի տվյալներ ներկայացնեմ հանցագործության պատճառված գույքային վնասների հետ կապված։ 2024 թվականի ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պատճառվել է ընդհանուր 42 միլիարդ 586 միլիոն 403 հազար հայ դրամի գույքային վնաս, որից նախաքննության փուլում վերականգնել է 12 միլիարդ 431 միլիոն 404 հազար հայ դրամը կամ 29.1%-ը, արգելանք է դրվել 2 միլիարդ 383 միլիոն 456 հազար դրամ արժողությամբ գույքի վրա։ Ես արդեն իմ թվային վիճակագրության մեջ անդրադարձել եմ նաև թե այդ թվային տվյալներից որքանն է պետությանը պատճառված վնասը, որքանը համայնքին, որքանը իրավաբանական անձանց եւ այլն, եւ որքանը ֆիզիկական անձանց։ Բայց նաև մի թվային տվյալ նշեմ, կոմիտեի կողմից 2024 թվականի ընթացքում կատարած աշխատանքներն առավել ամբողջական ներկայացնելու նպատակով հարկ է նշել նաև, որ ավարտված քրեական վարույթներով արձանագրված 12 միլիարդ 431 միլիոն 404 հազար հայ դրամ գույքային վնասի վերականգնումից բացի 31/12/2024 թվականի դրությամբ անավարտ քրեական վարույթներով վերականգնվել է եւս 31 միլիարդ
974 միլիոն 506,000 դրամի գույքային վնաս։ Այսինքն մենք ես վիճակագրական տվյալներ ներկայացնեի միայն ավարտված վարույթներով, բայց նաև մենք ունենք վերականգնումներ, որոնցով վերականգնումներ ունենք, սակայն դեռևս չեն ավարտվել ընթացիկ տարում։ Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 31 միլիարդ 20 միլիոն 588,000 դրամը, համայնքներին պատճառված վնասից 50 միլիոն 929,000 դրամի վնասը։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 2024 թվականի ընթացքում եւ ավարտված եւ ընթացիկ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասից վերականգնվել է 44 միլիարդ 405 միլիոն 910,000 դրամը, իսկ 2 միլիարդ 383 միլիոն 456,000 դրամ արժողությամբ գույքի վրա արգելանք է դրվել։ Սա ընդհանրական վերականգնման հետ կապված ցուցանիշներ։ Որոշակի թվային տվյալներ ներկայացնեմ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ, որովհետև տեղյակ եք, որ նաև բացի հակակոռուպցիոն կոմիտեից, քննչական կոմիտեում եւս քննվում են զգալի քանակությամբ կոռուպցիոն բնույթի վարույթներ։ 2024 թվականի ընթացքում կոմիտեի վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 1256 քրեական վարույթ, որից 696-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 560-ը վարույթ է ընդունվել 2024 թվականին։ 560 քրեական վարույթից 339-ը նախաձեռնվել է կոմիտեի ստորաբաժանումների կողմից, 24-ը անջատված մասերեն, 184-ը ստացվել է այլ մարմիններից, 4 քրեական վարույթով չի հաստատվել մեղադրական եզրակացություն եւ վերադարձվել նախաքննության, 9 քրեական վարույթով չի հաստատվել կարճելու մասին որոշումը։ Նշված 1256 քրեական վարույթից 62-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, 134 անձի վերաբերյալ, այսինքն ուղարկվել է դատարան արդեն իսկ, 245 քրեական վարույթ կարճվել է, որից 179-ը ռեաբիլիտացնող, 56-ը ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 96 վարույթ պասիվացված է, 235-ն ուղարկվել է այլ մարմին, այսինքն մենք այլ մարմին նաև հաշվում ենք նաև քննչական կոմիտեի այլ ստորաբաժանումներ ուղարկված քրեական վարույթները, 147 վարույթ միացվել է, իսկ 471 ակտիվ վարույթ փոխանցվել է 2025 թվական։ Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ես նաև տարանջատել եմ այս բնույթի գործերով նաև վերականգնված գումարը, պետությանը պատճառված վնասը, ավարտված քրեական վարույթներով պատճառված գույքային վնասը կազմել է 4 միլիարդ 608 միլիոն 789,000 դրամ, որից միջդատական վարույթի ընթացքում վերականգնվել է 685 միլիոն 958,000 դրամը կամ 14.8%-ը, արգելանք է դրվել 1 միլիարդ 739 միլիոն 386,000 դրամ արժողությամբ գույքի վրա։ Հարգելի գործընկերներ, ես որոշակի թվային տվյալներ, քանի որ ես հասկանում եմ, որ նաև ընթացքում հարցադրումներ կլինեն եւ այս մասով նաև ինձ հարցեր կուղեն, որոշակի թվային տվյալներ կուզեմ նշեմ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների հետ կապված դեպքերով։ 2024 թվականի ընթացքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քննվել է 478 քրեական վարույթ, որից 167-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 311-ը վարույթ է ընդունվել 2024 թվականին։ 311 քրեական վարույթից 300-ը նախաձեռնվել է կոմիտեի ստորաբաժանումների կողմից, 7 ստացվել է այլ մարմիններից, 4 վարույթով վերացվել է կարգման որոշումը, վերադարձվել է նախաքննական մարմին։ Իմ թվարկած վարույթներից 478 քրեական վարույթից 60-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ եւ 78 անչափահասի վերաբերյալ մեղադրյալի նկատմամբ ուղարկվել է դատարան։ 163-ը կարճվել է, որից 67-ը ռեաբիլիտացնող, 96-ը ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 4 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին, 27-ը միացվել է, 79-ը պասիվացված են եղել։ 145 ակտիվ վարույթ փոխանցվել է 2025 թվական։ Քանի որ խոսքը վերաբերում է նաև անչափահասների կողմից կատարված հանցագործություններին, նշեմ նաև դրանք ինչ բնույթ են ունեցել, ինչ վարույթներ են եղել։ Դատարան ուղարկված 60 քրեական վարույթից 11-ը քննվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու, 3-ը սեռական ազատության դեմ ուղղված, 4-ը ավազակության, 10-ը գողության, 1-ը շորտման, 1-ը խուլիգանության, 4-ը թմրամիջոցների օրինական շրջանառության դեմ ուղղված, 26-ը այլ հանցագործությունների դեպքերի առթիվ։ 127 անչափահասի նկատմամբ որոշում է կայացվել ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ դադարեցնելու մասին։ Քննված վարույթներով ձերբակալվել է 69 անչափահաս, որից 58-ն ազատվել է արգելանքից, 11 անչափահասի նկատմամբ խափան միջոց կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, 5-ը բավարարվել է ամբողջությամբ, իսկ 6-ը մասնակի։ Տնային կալանք կիրառելու 1 միջնորդություն է ներկայացվել, որը բավարարվել է, իսկ 2 դեպքում դատարանի կողմից կիրառվել է տնային կալանքը։
Նաև վիճակագրություն ներկայացնեմ արդեն անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ նախորդ հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է 1476 քրեական վարույթ, որից 520-ը փոխանցվել է 2023 թվականին, իսկ 956 վարույթ է ընդունվել 2024 թվականին։ 956 քրեական վարույթից 919-ը նախաձեռնվել է կոմիտեի ստորաբաժանումների կողմից, 2-ն անջատված մասեր են, 27-ը ստացվել է այլ մարմիններից, այդ թվում նաև նշեցի քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներից, 8 վարույթով վերացվել է կարգման որոշումը եւ վերադարձվել է նախաքննական մարմին։ 1476 քրեական վարույթից 115-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ եւ 128 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան, 2 անձի վերաբերյալ ավարտվել է եզրափակիչ ակտով եւ ուղարկվել դատարան։ 558 քրեական վարույթ կարճվել է, որից 479-ը ռեաբիլիտացնող, իսկ 79-ը ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ Դատարան ուղարկված 115 վարույթից մեկը քննվել է սպանության, 8-ը առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 5-ը մարդուն առևանգելու, 27-ը ֆիզիկական ներգործության, 30-ը սեռական ազատության դեմ ուղղված, 1-ը ծնողի կամ էլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 1-ը երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականություն չկատարելու կամ ոչ պատշաճ չկատարելու, 2-ը ալիմենտ վճարելուց խուսափելու, 39-ը այլ հանցագործությունների դեպքերի առթիվ։ Դատարան ուղարկված 115 վարույթով 128 մեղադրյալից 41-ը հանդիսացել են անչափահաս դժողի ընտանիքի անդամներ, 3-ը խնամակալ հոգաբարձու, 3-ը ուսումնական կամ դաստիարակչական հաստատության աշխատակից, 3-ը բժշկական հաստատության աշխատակից, 78-ը այլ անձինք։ Դատարան ուղարկված վարույթներից 130 դժողից 58-ը եղել են մինչև 12 տարեկան, 24-ը 12-ից 14 տարեկան, 28-ը 14-ից 16, 28-ը 16-ից 18 տարեկան։ Ես կուզենայի որոշակի թվային տվյալներ ներկայացնել նաև ընտանեկան բռնության վերաբերյալ հանցագործությունների հետ կապված որոշակի վիճակագրական տվյալներ նաև ներկայացնեմ։ 2024 թվականի ընթացքում կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 2309 քրեական վարույթ, որից 761-ը փոխանցվել է 2023 թվականից, իսկ 5548-ը վարույթ է ընդունվել 2024 թվականին։ 405 քրեական վարույթ, 416 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, եւս 4 բժշկական հարկադրանքի վարույթ դատարան ուղարկվել է եզրափակիչ ակտով, 735 քրեական վարույթ կարճվել է, որից 663-ը ռեաբիլիտացնող, իսկ 72-ը ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ 28 վարույթ ուղարկվել է այլ մարմին, 235-ը միացվել է, 568 ակտիվ քրեական վարույթ փոխանցվել է 2025 թվական։ Հարգելի գործընկերներ, ես նաև ըստ էության հաշվետվության մեջ անդրադարձ եմ կատարել նաև զինված ուժերում մահվան դեպքերի հետ կապված։ Ըստ էության 2024 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան ելքով 35 դեպք, 49 անձի վերաբերյալ։ Նշված դեպքերով զինվորական քննչական գլխավորվարչության ստորաբաժանում նախաձեռնվել է 35 քրեական վարույթ, դրանցից 5-ը 5 անձի վերաբերյալ սպանության դեպքեր են, 7-ը 7 անձի ինքնասպանության հասցնելու դեպքեր են, 3-ը 4 անձի հակառակորդի կողմից կատարված սպանության վերաբերյալ դեպքեր են, 7-ը 10 անձի վերաբերյալ տրանսպորտային միջոց վարելու կամ շահագործելու կանոնների խախտման դեպքեր են, 1-ը 1 անձի վերաբերյալ դժբախտ պատահարի դեպքը, 7-ը 7 անձի հիվանդությունների դեպքեր են։ 2024 թվականի ընթացքում զենքի, ռազմամթերքի կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնների խախտման պատճառով մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել։ 2023 թվականին այդ նման դեպքերը 2-ն էին 17 անձի մասով։ Մահացած 40 անձանցից 4-ը սպա է, 12-ը պարտադիր ժամկետային զինծառայող, 7-ը պայմանագրային զինծառայող, 1-ը պահեստազորային, 6-ը աշխարհազորային, 10-ը քաղաքացիական անձ։ Այդ 35 վարույթներից 5-ն ուղարկվել է դատարան, 12-ը կարճվել է, 2-ը միացվել է, իսկ 16-ը փոխանցվել է 2025 թվականին։ Վերլուծելով արձանագրված մահվան ելքով դեպքերը հարկ է նշել, որ նախորդ տարվա գրեթե հավասար դեպքերի պայմաններում 2024 թվականի ընթացքում զգալիորեն նվազել է մահացած անձանց թիվը։ 2024 թվականին 40 անձի վերաբերյալ արձանագրված մահվան 35 դեպքերից 2023 թվականին նման դեպքերը 36-ն են 59 անձանց մասով, միայն 19-ն է կապված եղել զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ դեպքերով։ Այսքանը, հարգելի գործընկերներ, ես նաև նշեմ, որ իմ հաշվետվության մեջ ես նաև որոշակի մեջբերումներ եմ կատարել նաև հասարակական հնչեղություն ունեցող որոշակի դեպքերին, ընդհանրական կարգով ներկայացրել եմ այդ թվային ցուցանիշները, նաև առանց անհատականացնելու իհարկե,
Նաև նշել եմ կոմիտեի վարած կադրային քաղաքականության տեսանկյունից, թե ինչ կադրային շարժընթաց է տեղի ունեցել, նշել եմ նաև, թե կարգապահական վարույթի շրջանակներում որքան անձ են ենթարկվել տարբեր բնույթի, տարբեր տեսակի կարգապահական տուժերի, այսքանը, եթե հարցեր կան, սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ Շնորհակալություն, պարոն Պողոսյան, մանրակրկիտ ներկայացնելու համար, իսկ բոլոր որ ներկայ հարցեր ունենք, հա, հերթականությամբ սկսենք։ Տիկին Թովմասյան, պատրաստվի, բան անել, շատ բարի, ընտրեմ Տիկին Թովմասյան։ Շնորհակալություն։ Պատրաստվի պարոն Ազարյան հետ բարեկարգ։ Պարոն Պողոսյան, դուք ներկայացրեցիք վիճակագրությունը, ես ուզում եմ մի խորքային հարցով սկսել։ Դուք նշեցիք, որ ամեն քննիչի վարույթում երկու թիվ նշեցիք, 319 վարույթ կա, հետո ասեցիք 132 վարույթ կա ամեն քննիչում։ Մի հատ խնդրեմ տարբերություն